Օրագիր նյուսը շարունակում է այցելել Երևանի քաղաքապետարանի կողմից 2024 թվականին նորոգված կամ հիմնանորոգված ֆուտբոլի դաշտեր։ Այս անգամ մեր նկարահանող խումբն այցելել է Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղի համար 66 մանկապարտեզի եւ համար 47 դպրոցի հարևանությամբ գտնվող ֆուտբոլի դաշտը։ Չնայած մեր այցի նպատակը դաշտի վիճակն արձանագրելն էր, բայց տեղում ականատես եղանք խիստ մտահոգիչ եւ մեղմ ասած սարսափեցնող տեսարանի, որը լիովին փոխեց մեր այցի նպատակը։ Օրագիր նյուսը ֆիքսեց ամբողջ տեսարանը, վառված ռետինե հատակ, կոտրված ճաղավանդակներ, այրված եւ քանդված իրեր, տեղից հանված կարուսելներ։ Տեղի բնակիչները պատմեցին, որ դաշտը եւ հարակից պուրակը վերակառուցվելուց հետո շուրջ 2 տարի շարունակ ենթարկվում է միևնույն հատուկ խմբի կողմից իրականացվող դիտավորյալ վանդալիզմի։ Նրանց խոսքով այդ անձիկ նպատակաուղղված վնասում են տարածքը, հրկիզելով ծածկը, քանդելով նորոգված կառուցվածքները եւ գողանալով տեղադրված գույքը։ Բնակիչները կարծում են, որ սա Սարի թաղի բնորոշ ամենավատ երևույթներից մեկն է, որը տարիներ շարունակ չի ստանում որևէ լուծում։ Վանդալիզմին զուգահեռ տարածքում տիրում է խորը հակասանիտարական վիճակ։ Ամեն քայլափոխի կուտակված են աղբակույտեր, ցրված բազմատեսակ թափոններ, իսկ ընդհանուր պատկերը անխնամ եւ վտանգավոր։ Մեծ զրույցում մի բնակիչ, որը չցանկացավ ներկայանալ, իրավապահ մարմինների ուշադրությունը հրավիրեց խնդրին, նշելով, որ հատկապես գիշերային ժամերին այստեղ թեժ է։ Մեկ այլ անցորդ, ով իր խոսքով տարածքում չէր եղել դեռևս 1970-ականներից, ապշած էր տեսնելով, որ երբեմնի կանաչապատ անտառապատ տարածքը այլևս գոյություն չունի։ Տարեց քաղաքացին նշեց, որ այս պատկերն իրեն շոկի մեջ է գցել։ Ափսոս, բայց ասես ման եմ գալի ամենօր մի շաբաթ, հա։ Էսի Երևանի իմ երիտասարդության տարիներին Երևանի թոքերն էին ասում, ստեղ անտառներ էր, կանաչապատված էր, բայց հիմա ավերական։ Սիրտս ցավում այս Երևանի անտառ էր, այս ամբողջ բլուրը, հիմա ավերակներ են,